Տեր Հիսուս Քրիստոս, դու որ լույս ես խավարի մեջ, լուսավորիր իմ սիրտը, երբ ես հոգնում եմ ճանապարհից, օգնիր ինձ հավատարմորեն քայլել, նույնիսկ երբ չեմ տեսնում վերջը։ Թող քո լույսը կամաց մարի իմ վախերը եւ առաջնորդի ինձ դեպի կյանք։ Սիրելի հավատացյալներ, մեծ պահքի ճանապարհին մենք արդեն զգացել ենք վերադարձի ցավը, ներսի պայքարը եւ խաչի ծանրությունը։ Եվ ահա, չորրորդ շաբաթում եկեղեցին մեզ կանգնեցնում է մի խորհրդի առաջ, որ առանց դրա հնարավոր չէ շարունակել ճանապարհը։ Այդ խորհուրդը լույսն է։ Ոչ այն լույսը, որ գալիս է դրսից, այլ այն լույսը, որ ծնվում է մարդու ներսում, երբ նա չի փախչում խավարից։ Սուրբ Գիրքը ասում է. լույսը խավարում փայլում է, եւ խավարը նրան չընդունեց։ Այս խոսքը հույսի ավետիս է, ոչ թե որովհետև խավար չկա, այլ որովհետև խավարը վերջին խոսք չունի։ Մեծ պահքի այս փուլում շատերը զգում են հոգևոր օգնածություն, պահքը երկար է թվում, աղոթքը ծանր, խանդավառությունը պակասած, եւ հենց այստեղ է, որ Աստված մեզ ցույց է տալիս լույսը ոչ որպես հարմարավետ զգացում, այլ որպես հավատարմություն։ Լույսը միշտ չէ, որ զգացվում է, բայց այն միշտ գործում է։ Ինչպես մոմը չի աղմկում, չի գոռում, բայց կամաց մարում է խավարը։ Չորրորդ շաբաթը մեզ սովորեցնում է չհուսահատվել, երբ չենք տեսնում արագ փոփոխություն։ Այն սիրտը, որը համբերությամբ աղոթում է, արդեն լուսավորում է։ Այն մարդը, որը շարունակում է քայլել, նույնիսկ առանց ուժի զգացողության, արդեն լույսի մեջ է։ Հոգևոր կյանքում լույսը հաճախ գալիս է ոչ որպես հաղթանակի ճիչ, այլ որպես հանգիստ վստահություն, որ ես մենակ չեմ, որ Աստված գործում է, որ ճանապարհը իմաստ ունի։ Եվ հենց այս վստահությունը, որ մեզ պահում է մեծ պահքի ճանապարհին։ Սիրելիներ, եթե այս շաբաթ ձեզ թվում է, թե ձեր ներսում մութ է, մի վախեցեք։ Լույսը հենց այդ մթության մեջ է ծնվում։ Մի փոքր աղոթք, մի փոքր լռություն, մի փոքր հավատարմություն եւ Աստուծո լույսը կսկսի շողալ ձեր կյանքի մեջ։ Ոչ հանկարծակի, այլ հաստատուն։ Եվ այդ լույսը ձեզ կտանի առաջ դեպի 5-րդ շաբաթ, դեպի հարության լույսը։ Ուրեմն լույսը միշտ գտնում է իր ճանապարհը։